այդտեղ երբ որ դու ասում ես հնազանդ եմ, ինքը պատասխանում է տեր եմ, այսինքն ինքը տեր պիտի լինի յուրաքանչյուր իրավիճակներում։ Այստեղ բայց միշտ հիշվում է հնազանդ լինելը։ Միշտ կինը պիտի հնազանդ լինի։ Ես կասեմ ամբողջ այդ ամեն ինչի մեջ ես մենակ եմ եղել։ Ես եթե բռնություն ասեմ, ավելի շատ հոգեբանական բռնության եմ ենթարկվել, չեմ սիրում սուտ խոսել, բայց երևի թե ամեն մեկը յուրովի դժվար է։ Երբեք չեմ նախանձում, երբեք, հավատացեք։ Բայց հիշում եմ, երբ որ վերականգնողական կենտրոններից մեկում էինք, աղջիկներից մեկիս կեսօրն ասեց, այդ օր ինքն էր եկել, հարցրեցինք, որ ինչու չի եկել բալիկի մայրիկը։ Ասեց, ես այնքան եմ ցավում, որ իմ հարսիկը լույսը բացվում է, իր օրը սկսվում է վերականգնողական կենտրոնում եւ ավարտվում այնտեղ։ Երևի թե ես կերազեի լսել այդ խոսքերը։ Ես կերազեի նույնը լսել այդ խոսքերը, որը որ երբեք չէի լսել, երբեք։ Ինձ միշտ ասում էին, որ դու ոչ մի առավել բան չես անում, ինչ որ անում ես դու, անում են բոլորը։ Բոլորը դիմացել են, բոլորի կյանքում դժվարություններ եղել են, բայց եկեք մի փաստ նշեմ, որ երբ որ դու ունես խնդրող բալիկ, յուրահատուկ բալիկ, այդ բոլորը չեն կարող քո հետ համեմատվել։ Այո, բոլորն էլ դժվար են մեծացնում։ Բայց երբևիցե ոչ մեկին չեմ ցանկանա զգալ եմ, ինչ որ ես զգում եմ կամ իմ նման մամաները ամեն օր